Երկված են բոլոր երկերը Բոլոր կենացներն ասված Խաղացված են բոլոր Սուրբ սրբերից արարիչ Սուրբ սրբերից արարիչ Սուրբ սրբերից արարիչ Խնդրում ենք Շուտապույտ թող երկրի վրա իր շարունակությունը գտնի այն արդար պատժի գործընթացը, որ քո կամքով սկսվել է տիեզերքում։ Թախանձակի խնդրում ենք դաժանորեն պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են հայի ինքնությունը պղծելու, իր արդար որդիների քրտինքով ու արյամբ կայացրած Հայաստան պետությունը թուլացնելու, հայոց սրբազան հողը թշնամուն զիջելու, ազգը պարակտելու, հայոց բանակը թուլացնելու, հայոց մեջ հավատն ու արժանապատվությունը ոչնչացնելու համար։ Կրկին խնդրում ենք, պատժի մեր հայրենիքի պարտությանը նպաստած բոլոր ղեկավարներին և հովանավորներին, ովքեր երբևէ հետամուտ են եղել քո ընտրյալ ազգի և պետության ոչնչացմանը։ Պատիժ, վրեժ, պատիժ։ Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում Հերթական մեր ուխտագնացության ժամանակ գտնվում ենք այսպես ասած Թալինի եկեղեցատաճարում, տենց անվանենք, որը հերթական մեր սրբագործված ուխտատեղիներից մեկն է, հետայսու, ինչպես գիտենք, մնացած բոլոր սրբավայրերն էլ նպաստելու են մեր ազգի բարգավաճմանը, առողջացմանը, երազանքների, նպատակների իրականացմանը։ Շատ անգամ հարցեր են տրվում, թե ինչու Թալին, ինչպես Թալին, քանի որ մենք առիթ ունեցել ենք ասելու, որ սրբավայրը, տարածքը ընդհանրապես իրականում Կալին է կոչվել, երբ նաև գործող դիցի անունն է Կալին, ինչու, ինչպես, շարունակությունը հանձնում եմ քեզ Գոհար ջան։ Երևի թե սկսենք հենց այնտեղից, Լիլի ջան, երբ է հիմնադրվել սրբավայրը։ Մի նկատառում ու գնանք առաջ։ Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ այսպես ասած հեթանոսության շրջանից մի հատ գառնի է մնացել, ոչ սիրելիներս, նախ հատանոզություն ասենք, հատանոզության շրջանում կիրառվել են մեզ հայտնի բոլոր ճարտարապետական ձևերը, որոնք հետագայում անցել են քրիստոնեության մեջ։ Դրանք եւ զվարթնոցատիպ շրջանաձև հիմքով տաճարներն են, եւ խաչաձև կենտրոնագմբեթներն են, եւ բազիլիկներն են, եւ իհարկե գառնիի տիպի տաճարներն են, որոնք շատ են եղել, ուղղակի գառնին մի հատ է մնացել։ Այս մյուս ոճերը շատ սահուն կերպով ինտեգրվել են քրիստոնեության մեջ, դրա համար սուտը ստի հետևից գնացել է, իբր թե բոլորը քրիստոնեական եկեղեցիներ են, ոչ։ Այսօր մենք բազմիցս կհամոզվենք դրանում, խնդրեմ Գոհար ջան։ Հատկապես երբ մեզ հաջողվեց մի փոքր ավելի մանրամասն ինֆորմացիա ստանալ հենց այս սրբավայրի վերաբերյալ, որը որ ասում եմ, չգիտեմ, ինչին ես մի տեսակ սիրտս մտավ, հետո ասում եմ, բայց չի, ախր բոլոր սրբավայրերն են այդպիսին, ու հասկացանք, որ ինչն է պատճառը։ Այն որ դու կարողանում ես գոնե մի քիչ մոտ գնալ իմաստին, նպատակին, գործառույթին, սկսում ես մի այլ ջերմությամբ վերաբերվել կոնկրետ տվյալ սրբավայրին։ Հիմա սա այն սրբավայրերից, բացառիկ սրբավայրերից մեկն է,
որի գործառույթի մասին մեզ հաջողվեց իմանալ։ Հիմնադրումը եղել է ՄԹԱ 698 թվականին եւ ինչպես բոլոր սրբավայրերը նույնպես կառուցվել է 9 տարում։ Այն Սուրբ Դից Կալինի անունն է կրում, ոչ թե անունն է կրում, աշխատող դիցն է Սուրբ Դից Կալինը, ով մեր Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Այսեմիկեի ծորնուհին է։ Իսկ սրբավայրը Սուրբ Դից Հալդի անունով է։ Ինչքան շատ սրբավայրեր ունի Սուրբ Երևի ամենաշատը Հալդի սրբավայրերն են։ Այո, Հալդի անունով։ Ի սկզբանե Եվ գիտես սրբավայրը պատահական չի։ Այն փաստը, որ այսօր Հալդին է հանձնված, այո, Արամազդի գործառույթը, խոսում է այն մասին, որ Հալդը մշտապես եղել է առաջնագծում, ամենամեծ գործառույթն է իրականացրել մեր ազգի փշրանքների առնվազն պահպանման գործում։ Էլ չեմ ասում Արարատյան թագավորության, ավելի շուտ Ուրարտուի շրջանում, դրանք տարբեր են իդեպ սիրելիներս, գլխավոր գերագույն աստված, այսպես ասած, համարվել է Հալդը։ Այո։ Նշեմ, որ հնագույն անվանումը Ուգնուն Ռուր է, որի ստուգաբանումը դեռ չունենք։ բայց ունենք գործառույթի անունը։ Շատ կարևոր, լսեք ուշադիր։ Օք ջուր ու ճար կա։ Մի բառով Ջուրը դե գիտենք ջուրն է, օք ջուր ու ճար կա, այսինքն ինչ է նշանակում, որ դուք եկաք այստեղ խնդրեցիք ցանկացած խնդրի դեպքում, դրան ելք կա, օգնություն կա, դրան ճար կա։ Իդեպ ճորող գետը, որին մենք ճորող ենք ասում, իսկական անվանումը ճուրուղ է, ջրի ուղի, կոպիտ ասած, նույն ճուր արմատն է։ Արդեն 189 թվականից այն կրել է Էնգոն անվանումը, վերափոխվել է անվանումը, կոչվել է Էնգոն։ Իսկ 1579 թվականից սրբավայրը վեր անվանվել է Նորոք Նոքե։ 1825-ից սրբավայրը վերանվանվել է Օրեն 2։ Այսինքն, ինչ է նշանակում, այդ ճարի համար, որ եկաք դուք ստեղ խնդրեցիք ինչ-որ մի ճար, չէ, 2 օրվա ընթացքում ձեր խնդրանքներին, այո, լուծում, առողջական խնդիրների լուծում։ Սա իհարկե չի վերաբերվում այն խնդիրներին, որոնք շատ լուրջ առողջական խնդիրներ են, բայց համենայն դեպս այն խնդիրները, որ մեզ համար բարդ են եւ այլը, բայց նրանց համար ոչ, նրանք 2 օրից արդեն բուժման արդյունքներն են երևում, որոշները լիարժեք արդեն բուժվում են, այսինքն 2 օրը բավական է, որպեսզի մենք մեր խնդրանքների արդյունքը արդեն տեսնենք։ Իդեպ նշենք Գոհար, որ օգճուրուճար կա բառը մեզ առաջին անգամ է բախտ վիճակվել, բացահայտել սրբավայրի գործառույթը։ Բանից պարզվում է բոլոր սրբավայրերը ունեն նման ինչ-որ տերմին, որը վերաբերվում է իրենց գործառույթին, բայց մենք առաջին անգամ սա ենք կարողացել իմանալ, օգ, ճար ու ջուր կա։ Այո, օգ, ջուր ու ճար, օգ, ջուր ու ճար կա, մի բառով։ Այո, օգնություն ճար։ Գուցե ջուրը ինչ-որ կարևոր նաև նախապայման է եղել, կամ այստեղ աղբյուրներ են եղել, մենք դեռ չենք պարզել։ Եկանք, խնդրեցինք, ունենք առողջական խնդիր, առաջիկա 2 օրում սպասում ենք արդեն բարելավումների։ Մի առաջարկ ունեմ, Գոհար ջան, եկեք այստեղ մեր աշխատանքի ավարտից հետո կրկին դիմենք եւ Սուրբ Հալդին եւ Կալինի եւ Արարչին էլ դիմենք, առողջություն խնդրենք բոլոր այն հայերի համար, ովքեր նույնիսկ տեղյակ չեն այս ամենից, ովքեր կարող ուժեր են, հայրենասեր մարդիկ են եւ արժանի մարդիկ են, իրենք մեզ չեն ճանաչում, բայց մենք խնդրենք նրանց առողջություն, համախմբում, բարձր գիտակցություն մեր ընդհանուր նպատակներին ծառայելու համար, համընդհանուր մեր խնդիրների համար։ Եվ հատկապես իրենք չգիտեն այս սրբավայրը շատ կարևոր է իր գործառույթով մեզ համար այսօր, այն լույսի շողն է, հատկապես առողջության հետ կապված ամբողջ ազգը հիվանդ է, ամբողջ ազգը առողջ մարդ չկա։
Գնում ենք հիվանդանոցներ, մի խնդիրը լավացնելու տեղը երկրորդն էլ շալակում ենք, հետ են գնում տուն իրականում։ Իսկ սա այն լույսի շողն է, որ անպայման պետք է օգտվել այս հնարավորությունից։ Եվ ես խնդրում եմ մեր տեսանյութը, որ այս տեսանյութը կտեղադրենք մեր էջերում, տարածեք։ Իհարկե մեր վերջիններն շատ լայն տարածում են գտել, բայց հատկապես այս սրա վերաբերյալ ես մի այլ վերնագիր եմ դնելու, որպեսզի ինքը լայն տարածում գտնի եւ իսկապես մարդիկ այնքան անելանելի վիճակում մարդիկ կան, որ նույնիսկ հնարավորություն չունեն անգամ հիվանդանոցի դուռը բացելու։ Գոնե այդ մարդիկ կգան այստեղ, իրենց խնդրանքը կհնչեցնեն առարարիչ եւ կստանան լուծում իրենց խնդրանքների համար։ Այդ պատճառով այո, խնդրում եմ, որ կտեղադրեմ, տարածեք էլի, դեզանից բան չի գնում, մի քանի անգամ ավել տարածեք այս տեսանյութը։ Մեզ աղանդավոր են անվանում։ Ոյ, եթե մենք մտածեինք, թե մեզ ինչ են անվանում, մենք հիմա չգիտեմ որտեղ էին։ Մեզ աղանդավոր անվանող ցանկացած մարդու մի րոպեում ապացուցեմ, որ ինքը աղանդավոր է։ Մեկը, որ կտրված է արարչական գիտելիքներից, արդեն ինքը աղանդի մեջ է։ Եթե դու չգիտես, ինչին ես հավատում։ Աղանդը հենց է ճշմարիտ։ Ինչին ես հավատում, ուր ես գնում։ Քրիստոնեությունն էլ աղանդ համարվել։ Ճիշտ է, մինչև հիմա էլ աղանդ է Գիտեք ինքը։ ինչ, իրականում, այո, կրոնները, Քրիստոնեության աղանդ Այո, շատ-շատերը։ այո, բոլոր Հիմա դրա կրոնները համար- առաջացել են քրիստոնեությունից, նրանց ճյուղավորումներն են։ Հետևաբար նաև այն մնացածները, որոնք այսօր մենակ դրանք են աղանդավոր համարվում։ Իսլամն էլ է աղանդ, Բոլորը։ քրիստոնեությունն էլ է աղանդ, Եւ դա նպատակ է ունեցել իսկապես կտրել բուդդայականությունն էլ է մարդու աղանդ։ կապը արարչի Ամեն մեկն էլ ունի Այսօր իր մենք մի մեծ խնդիր ունենք, ժողովուրդ ջան։ աղանդները։ Աստված եւ արարիչ շատ ենք նույնականացնում եւ ընդհանրապես չենք հասկանում ով է Աստված, ով է արարիչ։ Այս թեմայով մենք մի ամբողջական հաղորդում ենք առաջիկայում նկարահանելու։ Ինչու մեզ մեղադրել են արարչական գիտելիքներին ծանոթանալու ցանկությունն ա եղել։ Ոնց թե դուք ուզում եք իմանալ Գիտելիք իմանալ։ Առաջինը մեզ ա տրված, մեր հայությանն ա տրված։ Ուրեմն դուք սատանայի հետևորդներ եք, ասել են մեզ։ Դա փաստ է։ Լավ, մի փոքր է Լիլի ջան, ներկայացրու թե երբ է Թալին բնակավայրը հիմնադրվելի, որտեղից ինչ ոնց ու վերջացնել։ Ինչու է կոչվում Թալին։ Բացահայտվեց շատ հետաքրքիր մի իրողություն։ Թալին անունով բնակավայր Արևելյան Հայաստանում չի եղել վերջին 100 տարվա մեջ։ Եղել է Կարսի տարածաշրջանում Թալին անունով գյուղ, հավանաբար մեծ գյուղ, որի բնակիչները մենք չկարողացանք ստույգ այդ արտագաղթի ժամանակը ճշտել, որովհետև հավանաբար միանգամից չեն դատարկել լքել գյուղը, էլի։ Համենայն դեպս հայտնի իրադարձությունների հետևանքով, որը կոչվում է ցեղասպանություն, տարբեր փուլերով, դատարկվել է այդ բնակավայրը եւ բնակիչները ծրվել են բնականաբար տարբեր երկրներ։ Թալին բնակավայր ներգաղթի ժամանակ 1934 թվականին 4 տարբեր գաղթօջախներից արդեն ոչ միայն թալինցիներ, ովքեր լքել են Կարսի շրջանի, ասենք Արևմտյան Հայաստանի Թալինը, ներգաղթել են Հայաստան եւ հաստատվել են այդ տարածքում 4 տարբեր գաղթօջախներից։ Ամենայն հավանականությամբ մերձարևոր արևելյան մեր հայտնի Սիրիա, Լիբանան, երևի Իրաք եւ այլն, բայց պաշտոնապես բնակավայրը Թալին կոչվել է, հիմնել են Ավան, երևի թալինցիները քանակով մի քիչ ավելի շատ են եղել կամ զորբա են եղել, գյուղը, այսպես ասած, նոր հիմնադրված Թալին է կոչվել։ Մեզնից 79 տարի առաջ պետականորեն պաշտոնապես բնակավայրը անվանվել է Թալին։ Ես ուրեմն փնտրում եմ միջնադարում 18-րդ դար եւ այլն, ասում է Թալին ա եղել ու վերջ, չի եղել։ Դա վկայում են ոչ միայն Հայաստանի բնակիչները, տարեց բնակիչները, ովքեր ականատեսն են եղել բնակավայրի հիմնադրման, ոնց, ինչ, հաստատվեց երեք մինչև գիշերը մեկը բանավեճեր գնում այս թեմայով, ոչ, Թալին Արևելյան Հայաստանում չի եղել, այսինքն այդ բնակավայրի անվանումը
բերել են այստեղ վերանվանվել է բնակավայրը Թալին։ Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել։ Եթե մինչ այս շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ էին լինում դիցերը եւ օգնություն էին ցույց տալիս մարդկանց, ասենք օրինակ Կալինը, այս սրբագործումներից հետո նրանք աշխատում են ամեն օր բացի մեկ շաբթից։ Այնպես որ ովքեր ունեն օրացույց, տոնացույցը, Այո։ Պիտի ճշտել ուղղակի մեկ շաբթի օրը չգնալ Այո, մեկ շաբթի սրբավայրեր, երբ ուղղակի մնացած չեն բոլոր օրերը գործող դիցերը տեղում են եւ աշխատում են։ Ակտիվորեն աշխատելու են, այնպես որ ով խնդիր ա ունենում առողջական, ուղարկեք այստեղ։ Սուրբ Սրբոց սրբերից արարիչ, Սուրբ Սրբոց սրբերից արարիչ, Սուրբ Սրբոց սրբերից արարիչ, Երկված Սուրբ են Սրբոց սրբերից արարիչ, երկերը Սրբոց սրբերից արարիչ, Բոլոր կենացներն ասված Սուրբ Սրբոց սրբերից արարիչ, Խաղացված են բոլոր արարիչ, դերերը Նոր չէ և երկիրն արարված Բայց նոր է քո խոսքը, քո գործը Որ բերել է զարթոն կարտնացում Քայլում են հավիվում։ Այն տարածքը որ կա, մեր Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Այսեմիկեի տաճարի մնացորդներն են, ավերակներն են։ Իրականում այստեղ եղել է տաճար։ Տաճարը կառուցվել է մեզանից 4296 տարի առաջ։ Մոտավորապես 3000 տարի տաճարը կանգուն է մնացել, որից հետո ավերվել է ՄԹԱ 1289 թվականին։ Ավերվել է ոչ միտումնավոր, ինքը իրան ոնց որ արդեն փլատակ է վերածվել 3000 տարի կանգուն մնալուց հետո։ Այնուհետև նրա տեղում կառուցվել է սրբավայր։ Այսինքն այն ինչ որ մենք տեսնում ենք, նույնիսկ տաճարի փլատակները չեն, այլ Հետագայում կառուցված սրբավայրին է։ Ուրեմն չասենք բաներ, որոնց համար հետո պետք է փոշմանենք, գիտեք պաշտոնական տվյալներով ինչպես է կոչվում եկեղեցին, Հա։ եւ համարվում է, այո, ծանր է, համարվում է 7-րդ դարի կառույց, բայց նման բան գոյություն չունի։ Ինքը կառուցված է 10-րդ դարում։ Այժմյան գյուղի տարածքը ներառված է եղել Գանգուգե անունը կրող քաղաքի մեջ։ Այստեղ այսինքն եղել է մեծ բնակավայր, քաղաք, որտեղ աշխատել է Այսեմիկեի դուստրը Սուրբ Ալուշան։ Արուջ բառը հետագայում ուրեմն աղավաղված Ալուշայի բերակն է։ Ալուշան վերածվել է Արուջի, այսպես ասենք։ Արուջ բառը ինձ այլ իմաստով հայտնի չէ, քան որոճալ բառը։ Չգիտեմ, գուցե լեզվաբանները, մեզ լսող մասնագետները շատ ուրախ կլինենք, եթե այլ մեկնաբանություն տան, բացի ուտելիքի եւ որոճալու հետ կապ ունենալուց, թող ներվի իմ անգրագիտությունը։ Ես ասում եմ այն, ինչ ինձ հայտնի է։ Ինչու է Արուջ կոչվում, մենք տեղյակ չենք։ Եվ տաճարը եւ սրբավայրը հերթով կառուցվել են 9 տարում, ինչպես գիտենք բոլորը։ Սրբավայրն ավերվել է 901 թվականին։ Իսկ կառուցվել է 1129 թվականին ՄԹԱ։ Կառուցվել է 1129 ՄԹԱ-ին, ավերվել է 901-ին։ Իսկ այժմյան եկեղեցին նրա տեղում կառուցվել է 996 թվականին, 10-րդ դարի վերջում, եւ ոչ մի կապ չունի 7-րդ դարի կառույց լինելու հետ։ Իդեպ նաեւ գոյություն չունեն, որքան մենք փորձեցինք համացանցում գտնել, աղբյուրներ, որոնք հաստատում են նրա 7-րդ դարում կառուցված լինելը։ Նման աղբյուր փաստ
կարծես թե գոյություն չունի։ Եթե գոյություն ունի, էլի կխնդրեմ դիտողներին հուշել, ուղարկել հղումները։ Անկախ ամեն ինչից իրականում այս կառույցը կառուցվել է 10-րդ 10-րդ դարում, այո, 10-րդում։ Բնակավայրի վաղ միջնադարյան անվանումը եղել է Ամուրակ, վաղ միջնադար ասելով պիտի նկատի ունենանք երևի 7-ից 12-րդ դարերը։ Մեր հարցին, թե արդյոք Ամուր դիցի անվան հետ կապ ունի սրբավայրը, թե ոչ, պատասխանը ստացվեց ոչ, սրբավայրը կապ չունի, բայց Ամուր դիցը եղել է այդ ժամանակաշրջանում բնակավայրի հովանավոր դիցը։ Ամուրը, ինչպես գիտենք, Արամազդի եւ Անաիդայի որդին է, ընտանիքների սիրո ամրության հովանավորը, ում պաշտամունքը տարածված է ողջ աշխարհում, դա այն ամուրն է, ում հրեշտակի թևիկներով բան նկարում են եվրոպական պատկերագրության մեջ։ Իսկ Արուճի է վերանվանվել 1198 թվականից։ Արդեն կոչվել է Արուճ տարածաշրջանը։ Եկեղեցին կառուցվել է տաճարի եւ այնուհետեւ սրբավայրի ավերակների քարերով։ Այժմ սրբավայրում գործում է Ալուշայի քույրը Օնոր Նոնե Դիսը, Օնոր Նոնե, որը բնականաբար ներսում չի գործում, այլ սրբավայրի տարածքում։ Նշենք նաև, որ այս կառույցը նույնպես էներգետիկ դաշտի վրա է կառուցված։ Դրա համար էլ ինքը սրբագործումից հետո արդեն համարվելու է սրբավայր։ Ինքը ճիշտ տեղում է կառուցված, եւ մյուսը եւ սա, երկուսը շատ ճիշտ տեղում են կառուցված։ Եվ նաև մեզ հաջողվեց ճշտել, որ մեր այսօրվա սրբագործումից 7-8 օր անց այստեղ կվերադառնա աշխատելու Ալուշան։ Ալուշան, այո։ Այնպես որ 7-ից 8 օր հետո Ալուշան այստեղ կլինի։ Երբեմն այդպես պատահում է, երբ նրանք ամենատարբեր պատճառներով նրանք կարող են փոխարինել մեկը մյուսին։ Եվ հիմա եկել է ժամանակը այցելու չի լինում, մարդիկ չգիտեն, որ սա ինչ սրբավայր է, ինչ խնդրանքներով կարելի է այցելել։ Ընդհանրապես սրբավայրերը չգործող երբ են դառնում, երբ որ դադարում է այցելություն այդ սրբավայրը, մնա ստեղ դիցը ինչ անի, ում համար մնա, երբեմն գալիս են։ Հիմա ամենակարևորի մասին, ովքեր կարող են դիմել այստեղ եւ ստանալ օգնություններ, այսինքն ինչ նպատակի է ծառայում սրբավայրը։ Ամենատարբեր բնական գիտություններով զբաղվող մարդիկ կարող են գալ այստեղ, խնդրել օգնություն եւ ստանալ օգնություն։ Ինչպես նաև վերարտադրողական օրգանների խնդիրներ ունեցող տղամարդիկ, արյան եւ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով տառապող մարդիկ։ Կարող եք Օնորնոնե դիցին դիմել, Արարչին դիմել, Ալուշային դիմել, Այսեմիկեին դիմել։ Իհարկե հայկական է, դա իր Ես զարմանում եմ, որ այդ հարցը ծագում է։ Իրենց անունները սովորաբար իրենց գործառույթների անուններն են լինում, ինչով որ իրենք զբաղվում են։ Սովորաբար հապավումներ են այս անունները։ Ամեն տառը որևէ իմաստ ունի, այո։ Ժամանակ չի եղել, որպեսզի մենք տառը մասնությամբ մեկնաբանենք։ Պիտի հաշվի առնենք, որ մենք սարսափելի սահմանափակ արմատների վրա ենք հիմա լեզուն, որ օգտագործում ենք, արմատները շատ քիչ են։ Մենք արդեն ասել ենք 37,000-ի մոտ միայն արմատներ կան իրենց լեզվում։ Դուք պատկերացրեք այդ արմատների հիման վրա քանի բառ են նրանք գործածում։ Ամեն ինչ ունի իր անունը, իր անվանումը, իր եզրույթը, ոչ մի պատահական բառ չկա։ Եվ ասեմ, որ այս մեր օտար լեզուների մեծամասամբ այդ բոլոր արմատները հենց մեր այդ կորսված հայերեն լեզուն է։ Իսկ բարբառը Բարբառները մասին էլ չենք ասում։ Բարբառներն էլ մեր հարստությունն են, Այո, ինչի, որովհետև հենց իրենց ասած լեզուն, իրենց արարչական հայերենը հենց խոյի բարբառն է, իրական խոյի, բայց այսօրվա մեր խոյի բարբառը
էլի իր բարբարից, այսպես ոնց ասած հեռացած։ Այո, փոքր։ հեռացած։ Չհաշված, սիրելի ժողովուրդ, միտումնավոր աղավաղումները հենց լեզվի մեջ տեղ գտած ամենաթարմ օրինակը Հա, ամենաթարմ օրինակը ասենք Քոչարի բարի անվանումը հա, ոչ մի քոչարի չկա այն որ այսքանի 100 թե 1000 տարի է տառապում ենք ասում ենք ոնց թե քոչ բառը քոչվորին է բնորոշ Այո։ ինչ է նշանակում քոչ արի այսինքն մենք քոչող ենք էլի այսպես ասած մեր ամենասիրելի բառը այնինչ բոլորովին քոչարի չի դա կուչ արի է այո որը նշանակում է համախմբվիր բռունցքվիր միացիր երբ որ մենք ասում ենք կուչ գալ նկատի չունենք մեր կծկվելը մեր բոլոր մարմնի մասերի համախմբումը նկատի ունենք եւ ռուսերենում պահպանված կուչ կան այո, Կույտը հենց այս արմատի պահպանումն է մի թեթև օրինակ էլի բերեցինք որ պատկերացնենք մեր լեզուն ինչպես է աղավաղված մագիստրալ այդ ամուրը կամ այդ ամուրը գետը իհարկե ամուրը բացի դից ամուրի անունը լինելուց այլ բան չէր կարող ես սա եւս մի ապացույց է որ մենք նաեւ իրավունք չունենք տեղայնացնելու նրանց Որովհետև աշխարհի տերը իրենք են ստեղել են գործել, ընդեղել են գործել, ստեղել սրբավայր ունեն, ընդեղել նույն թուխմանուկը, որ մենք այդքան չենք բանանում, այնտեղ Չեռնաբոգը, հա, որ մեր թուխմանուկն է։ առողջվածները որ նայում ես ինչ է։ ես ինչքան հիշում եմ խնձորես գյուղում էլ կա թուխմանուկ Շատ տեղեր կա։ ջրի տենց քարանձավի նման ես եղել եմ էլի մեր գյուղն է այդ ինքը շատ է տենց եղել ունի սրբավայրեր դե գիտեք այնտեղ քրիստոնեություն չի եղել երբեք կնուշներ չեն արել Սիսիան ու Գորիսում Շատ էլ լավ են արել։ Եվ ներկայումս Թուխմանուկի այդ բոլոր սրբավայրերից 3-ն են գործող, որոնցից մեկը Քարագլխի Թուխմանուկն է, իսկ այն երկուսը դեռ պարզ չի։ Վայոց ձորում է գտնվում։ Թուխմանուկը ամենատարբեր գործառույթներ ունի օգնության եւ զինվորներին ապահովելու, օգնելու գործառույթն է կատարում ամենատարածվածը։ Քանի որ մենք գտնվում ենք Տեջերո վանքում, սրբավայրում ավելի շուտ, եւ իհարկե այն մեծ ծանոթ է տեղեր անվամբ, այսօր սա մեր ծրագրից դուրս էր, բայց քանի որ ժամանակ ունեցանք, շատ լավ է, որ եկանք այստեղ։ Հիմա ես ուզում եմ միացնեմ բացահայտումը, որը պարոն Ռուբենը մեզ տրամադրեց ճանապարհին, այսպես Լիլիթը հարց ու փորձ անելով եկել է ամբողջ այս կես ժամվա ընթացքում։ Եվ парք երկնավորներին նրանք մեզ պատասխանել են, պարոն Ռուբենը ունի բացահայտումը։ Միացնեմ սա լսենք եւ հետո անցնենք մեր սեմինարին։ Սրբավայրը կառուցվել է ՄԹԱ 999 թվականից։ Կառուցումը էլի տևել է 9 տարի։ Ի սկզբանե տեղանքի անունը եղել է Դեջուգ, D-E-J-U-G, տարածքի անունը։ Այդպես մնացել է եւ այդ անվան տակ ինքը աշխատել է որպես Դեջուկ, սրբավայրը կոչվել է Դեջուկ։ Սրբավայրը նվիրվել է էլի Հալդին, կառույցը նվիրվել է էլի Հալդին, այստեղ ինչն է հետաքրքիր, որ միակ սրբավայրն է, որ կարելի է մարդը կարող էր ուղիղ կապով կապ հաստատել արարչի հետ, այսինքն ինքը կարող էր իր բողոքներ ներկայացնել, իր խնդրանքները ներկայացնել եւ այլն։ Այստեղ այս սրբավայրում չկա բժշկող ինչ որ բան, սա ուղղակի ուղիղ կապն է եղել, միակ սրբավայրն է եղել, որ այստեղից ուղիղ կապով մենք կարող ենք կապնվել արարչի հետ եւ ներկայացնել մեր ամեն ինչը։ Ուրեմն եկեղեցին վերանորոգվել է ՄԹ արդեն մեր թվարկությունում 799 թվականին, այսինքն քանդվել է ու նորից այդ հիմքերի վրա կառուցել են բանը Եկեղեցին կառուցել։ Եկեղեցի։
ոչ թե սրբավայրի եկեղեցի։ Եվ անունը տեղանքով կոչվել է Գոր-Նոգո։ Տեղանքը արդեն ոչ թե դեջուգ է եղել, այլ կոչվել է վերանվանվել է, կոչվել է Գոր-Նոգո։ 1198 թվականին անունը փոխել են Տոգ-Ժոգ։ Նրանից հետո նորից անվանափոխում ա եղել 1989 թվականին կոչվել է Տեջերու։ Դիցը տիրուհի Անահիտայի դուրսն է, Տեջերու։ Իր անունով է ինքը մինչև օրս էլ հենց ի սկզբանե 999 թվականին, որ սկսել են կառուցել 9 տարի հետո կառուցվելուց հետո Տեջերու դիսը տիրուհի Անահիտայի դուրսը եկել է եւ աշխատել է այս սրբավայրում մինչև այսօր։ Տեջերուն այնտեղ կլինի, արդեն սպասում է ձեզ, կսրտան սպասում է ձեզ։ Դե ձեզ հաջողություն եմ մաղթում։ Այո։ Տեջերը ձևափոխվել դարձել է տեղեր։ Ջն ղիյա։ Մեր մոտ շատ է լինում նման դեպքեր, օրինակ նն փոխարինվում է մյով։ Շատ տեղերում նն մյի հետ է փոխվում, ռ-ի հետ է փոխվում, շատ։ Այո, շատ են փոփոխությունները։ Կառուցվել է ձվի դեղնուցով։ Այո, դա իրենց տեխնոլոգիաներից մեկն է, այն ժամանակ իրենք բոլոր կառույցներն էլ այդպես կառուցել են, այդ մեր կառույցների հետ կապված ինֆորմացիան, հեսա մեր Աշոտը կներկայացնի, մինչև Լիլիթը կգա։ Դեղնուցիչ են օգտագործում, կիրը ինչպես են անում, կիրը թրջոց են դնում, երկար ժամանակ մնում է, տարբեր է, ամենալավը ստացվում է, երբ որ 10 տարի թրջոց է դնում։ Հետո որից հետո հանում են, բացում են ժամանակ այդ ձվի սպիտակություն, հետը խառնում են, ինքը դառնում է շատ հզոր շաղախ։ Մենք պարոն Ռուբենի հետ երբ որ ճշտեցինք, արդյոք այսօրվա ցեմենտի մեջ հնարավոր է այդ սպիտակուցի օգտագործումը, ինքն էլ հարցում արեց, զարմացանք, երբ որ պատասխան եղավ, որ դրանից էլ ավելի ամուր կլինի այն շինությունները, որ հիմա կառուցում ենք։ Այսինքն այդ ոնց ասեմ, բաղադրության պակասը սպիտակ բանի պատճառ է դառնում, որ մեր շինությունները 28 տարի մեկ պետք է փոխվի։ Շնորհակալ։ Նրանք մեզ չեն վստահում, սա մեր ամենամեծ ողբերգությունն է, բայց սա է իրողությունը։ Մինչև այն որ ասում ենք, բա մենք այսքան լավն ենք, մաքուր ենք, իրենք չեն վստահում մեզ, իրենց փորձը շատ ավելին է, քան մենք կարող ենք ենթադրել։ Դրանք պահված են մատենադարանից սկսած մինչև վայրեր, որոնց մասին մենք խոսելու իրավունք չունենք։ Տիբեթում գրադարան կա եւ այլն, այդ հանրահայտ փաստ է, բայց եւ Արևմտյան Հայաստանում եւ Արևելյան եւ Արցախում կան թաքստոցներ, որտեղ պահպանվում են այդ գրքերը։ Եվ Տիբեթում այդ բժշկության օգտագործող բոլոր մուսուլման պրեպարատները կենտրոնական ապրել են հայեր, շահառուղի, իրանք են ստեղծել այդ բժշկությունը։ Այսպես ասենք, երկրորդ կարծիք լինել չի կարող այդ մասին, որովհետև բոլոր գիտելիքները, ոչ միայն բժշկության վերաբերյալ, բոլոր գիտելիքները տրվել են մեզ առաջնային պահպանելու, տարածելու։ Մենք եղել ենք մարդկության ուսուցիչները։ Այսօր ենք մենք այս կարգավիճակում, այո, եւ բոլոր արիական արշավանքները ոչ թե նվաճողական նպատակ են հետապնդել, բոլորովին։ Միշտ էլ հայը արին կարողացել է ապրել ոնց ուզի։ Ամբողջ մետաղի մշակում, տիեզերագիտություն, հողի մշակում, ամեն ինչն էլ մենք իմացել ենք, տրվել է առաջնային մեզ։
Այդ արշավանքների նպատակը գիտելիքների տարածումն է եղել, քաղաքակրթության տարածումը, եւ դա մենք իրագործել ենք բարեհաջող։ Բայց որ պահի մեր իսկ բնորանում մենք մեզ թույլ տվեցինք թուլանալ, շեղում թույլ տվեցինք, շեղումներ միշտ եղել են, բազմապիսի են եղել, անկումային նահանջի շրջաններ են եղել, բայց այնպիսի անկում, ինչպիսին բերել է մեր գլխին քրիստոնեությունը, չի եղել, երբեք չի եղել։ Եվ մեր անկումը շարունակվում է մինչև օրս, մինչև այս վայրկյանը։ Երկրաշարժը որ եղավ, մեր Անտարկտիայում եկեղեցին մի մասնիկ անգամ չէր անում, բայց այդ տարածքը լրիվ խլվեց։ Երկրորդ հարվածից հետո ընկելա այդ եկեղեցու 2 քար ընդհանրապես։ Ու այդ տարածքում սենց բացվել էր այդ մեծ էքսկավատորը, գլխի վրա այդ ճեղքի մեջ շուռ էր եկել, կալյոսները սենց ասֆալտին հավասարել էր, երկարքի էր, ես ասացի տեսեք, որ հայկական եկեղեցին ոնց է կանգուն մնացել, ոնց է հա։ Դա իհարկե եկեղեցու շնորհքը չի, այլ սրբավայր լինելու, որ սպիտակուց է խառնվել մեր եկեղեցիների կառույցների հետ ու այդքան ամուր է։ Դրա համար միայն դա չի պատճառը։ Նրանց պաշտպանությունն է երկնայինների։ Եվ պաշտպանությունն է, եւ շաղախի ամրությունն է, եւ ամենակարևորը նրանք գտնվում են այդ էներգետիկ հոսքերի խաչմերուկի վրա, մեր հնագույն սրբավայրերը, որոնք ամրություն են հաղորդում նաեւ կառույցին, ամրացնում են, ոչ միայն հողագնդի մակերեսն են իրենք ամրացնում, այլև հենց կառույցին են ամրություն հաղորդում։ Հենց մեր սեմինարի առաջին կետը սա է։ Մեզնից շուտ եկավ։ Այո։ Այստեղից սկսել ենք հենց այդ կետից էլ շարունակենք, որ այո, մեր բոլոր սրբավայրերը, տաճարները, նաև տաճարները, իրենք կառուցված են եղել այդ երկրագունդը իր մեջ պահող ցանցի խաչվող կետերում։ Այսինքն որտեղ ամենահզոր էներգետիկ դաշտն է, էներգիան է։ Այսպես իրենք խաչվում են, այս խաչի մեջտեղի մասում կառուցված է եղել կառույցը։ Երևի սկսենք մի տեսիլքից, այս տեսիլքը շատ կարևոր ենք համարում, ովքեր որ չեն լսել պատմել, մեր հետևորդներից մեկը, ես իհարկե մեր խմբերից մեկում էի տեղադրել, ովքեր կան մասնակիցներից նրանք միգուցե լսած կլինեն, իսկ մեծ մասը այստեղ երևի ոչ։ Անմիջականորեն ինչը կապ ունի մեր այսօրվա եւ այս առհասարակ այս սրբագործությունների հետ։ Լիլի ջան, քանի որ քեզ էր տեսիլքն ուղարկել, խնդրեմ պատմի։ Ով ինչ կհիշի, հիմա կլրացնենք, որովհետեւ ամեն օր այնքան շատ են մեզ։ Անկեղծ ասած, ընդհանուր գծերով հիշեմ, ու ուղարկելա մեր հետևորդներից մեկը, որ ասում է, քանի որ լսել եմ ձեր հետևորդների տեսիլքները դուք երբեմն հրապարակում եք, ես կպայթեի, եթե ձեզ տեղակ չպահեիս, ինչ եմ տեսել։ Ասում է երազիս, լուսադեմին, այսինքն տեսիլք ասա, երազ չի, են որ արթնանում ես, հետո դեռ քնած չես, բայց արդեն ինչ-որ բան ես տեսնում։ Ասում է տեսնում եմ, որ ես արթնանում եմ, ու պիտի չէ, տեսնում եմ ես մի տարածքում եմ, որտեղ լիքը հավաքված են երկնայինները, տեսնում եմ Արարչին, այսինքն ինչ որ ոսկեգույն լույս եմ տեսնում, ես ձեզ ասում եմ այն, ինչ հիշում եմ, էլի, ու ինձ այնպես են ներշնչում, որ սա Արարիչն է, այնտեղ լիքը դիցեր են հավաքված, տիրուհիներ եւ այլն, ու որոշվում է այն հարցը, թե ում պետք է հանձնարարվի ոնց որ Հայաստանի քրկության խնդիրը։ Եվ բոլորը ուզում են իրենք վերցնել այդ խնդիրը, բայց Արարիչը այդ հանձնարարում է Սուրբ Հուդային։ Ես ասում եմ պարզ հստակ այդ ամեն ինչը հասկանում եմ, գնում է այդ քննարկումը, քվեարկումը, այսպես քվեարկությունը ի վերջո Արարիչը ասում է, որ սա իրեն հանձնարարված գործն է։ Ես ասում եմ, արթնանում եմ, նստում եմ անկողնուս մեջ, մտածում եմ ինչ հետաքրքիր բան տեսա, շատ հետաքրքիր է, էլի, հենց այդ տպավորության տակ հագնվում եմ, իջնում եմ ու գնում եմ աշխատանքի, ու աշխատանքից գնալու ճանապարհին ես տեսնում եմ ոտքի ճանապարհը։
եթե չեմ սխալվում, սլավոնական համալսարանում աշխատում, ասում տեսնում եմ մի կատարյալ մաքրություն, մի իդեալական կոկիկ, փողոցները խնամված, մայթերը կանաչապատ, ոչ մի կիսակառույց չի երևում, ասում են, որ տեսադաշտումս լիքը շինարարություն է հիմա ընթանում, տեսնում եմ բոլոր շենքերը ավարտված, մաքուր, հստակ, արևոտ, կանաչ, ասում եմ, ու ես ինքս ինձ մտածում եմ, ասում եմ, ոնց էս տեսիլքս տեսնելն ու իջնում եմ փողոց արդեն սենց բարեկարգում է գնում Հայաստանում, ասում եմ, ինձ թվում է, թե ես արդեն արթնացել եմ այն երազից ու իրականության մեջ եմ, այնինչ շարունակվում է տեսիլքը, ասում եմ, ու փողոց անցնելիս տեսնում եմ, որ փողոցի անկյունում այդ անցումի մոտ մի փոքր ոնց որ փոշի աղբա մնացել, ասենց միանգամից այդ հակադրությունը զգում եմ էլի, մաքրության ու այդ բանը միջև ու ասում եմ արթնացա, ասում եմ ցանցված իմ տեսածից էլի, ու ինձ թվում է ես այն տեսել էի, իսկ ես գնում եմ գործի իբր։ Մենք հարցրեցինք ինչ է նշանակում այս տեսիլքը։ Այս տեսիլքը նշանակում է այո, Սուրբ Հուդայի Գալստյան նախապատրաստում, որը իրականացվում է մեր այս սրբագործումների արդյունքում, մեր բոլոր ուխտագնացությունները նախապատրաստում են այդ օրը։ Այն որ մենք անձամբ ես էլ ամեն օր ասում եմ բա ոնց, բախի, բա երբ, բա մենք ինչքան կդիմանանք, բա ինչ ա լինելու սրա վերջը, իրենք հանգիստ վերևից նայում են, ասում են ծրագիրը մեր ձեռքում է, մենք իրականացնում ենք։ Աշոտին եմ սա ուղում անել, որովհետև այդ բա երբը մենք շատ ենք իրար հարցնում։ Այնպես որ այսօր էլ մենք ձեզ հետ միասին ներկա եղանք հերթական մեր սրբագործումների շարքին, Գոհար Այո։ Ուրեմն այն տեսիլքի կարևոր մասին եմ ուզում ասել, որ տեսնում է ամբողջը մաքրած, մաքրագործած, այդ փողոցները այդ իդեալական տեսքի բերած, բայց մի փոքրիկ հատված այդ փոշոտված։ Եվ արդյունքում հենց այս սրա արդյունքում բացահայտվեց այդ պահը, որ այդ մաքրած, այդ մաքրությունը որ կա, դա վերաբերվում է հենց այս սրբավայրերին։ Եվ կետերն էլ որտեղ որ մենք լինում ենք, կոնկրետ իրենք են նշում, այս 186 սրբավայրերից այս կետերում պիտի լինեք, այդ սրբագործումը նախ այդ կետերում պիտի իրականացվի, իսկ այն որ մի փոքրիկ հատված կմնա, այդ կգա հուդար, այն ժամանակ ինքն էլ է որ դուք կանեք, հող կպատրաստեք, ոնց որ իր գալուստի համար, նա կգա եւ կավարտի այդ աշխատանքը։ Եվ ինչի համար է սա շատ կարևոր, իսկ մենք նույնիսկ հարցրեցինք, արդյոք եթե մենք չանենք այս սրբագործումը, այդքան շուտ տեղի կունենա նրա գալուստը, իրենք պատասխանեցին, որ ոչ։ Առաջնահերթ 14 սրբավայր կա, որ հրատապ պետք է սրբագործել։ Գիտեք, չէ, չի լրանում, կեսն ենք հլը։ Չէ, 14-ը չի լրանում։ Մենք էլի են գնացել, էլի 14, այս տեսիլքից հետո 14։ Այս սրբագործումների արդյունքում այն ծիսակարգերը, այսինքն այդ պատարակները, որ տեղի են ունենում այդ սրբավայրերում, այսինքն եկեղեցիներում իրենց լեզվով ասած, դրանք էլ չեն հասնում հուդային, մեր սրբագործումներից հետո։ Սա է շատ կարևոր, այսինքն այդ ցավը, այդ տառապանքը, այդ որ իրենք ճնշում են, որ ասում են մեր իշխանությունն է, քոնը չի, մենք ենք անողը, դու չես, այսա արդեն չեզոքացվում է, իսկ սրանք այս կարևորագույն կետերն են։ Ու սրանից հետո արդեն մենք տեղեկացանք, որ նույնիսկ հնարավոր է, սա Արարչի խոսքն եմ ես ձեզ ասում, նա գա հենց այս տարվա մեջ։ Այո, այն ինչ որ մենք նախատեսում ենք 4 տարի նշանակում, որ բանը բանից անցած է։ Այսինքն այնքան հրատապադարձել նրա գալը։ Բայց բոլոր դեպքերում մեր այս քայլն է շատ ճիշտ, եթե այս քայլը չլիներ, ինքը այդքան շուտ հաստատ չէր գալու։ Հիմա կգա, իհարկե իմ առաջին հարցը սա էր, թե արդյոք մենք կտեսնենք իրեն, մի քիչ այսպես երկմտելով, որ կարող է նաև չտեսնեք,
իհարկե մենք ամիջապես համոզային թող մենք չտեսնենք, բայց թող գործն արվի։ Տեսանելի լինի։ Այո։ Աշուշ կիմանա։ Չէ, մենք մի քիչ ուրիշ ձևի տվեցինք հարցը, ասեցինք Չէ, որովհետև մենք ճանաչելի կլինի։ Հա, էլի։ Ինքը գալու է իրագործանելու, բայց դե հիմա կճանաչենք թե չէ։ Հա, արդյոք մենք կտեսնենք։ Այդ առումով հա մենք էլ ենք մի քիչ բաց բերան։ Որ մեկ-մեկ պարոն Ռուբենին հարցնում ենք։ Հետո դուք բաց բերանություն Երբ որ ինչ-որ մի գաղտնի բան եմ հարցնում, հա, դե գիտեք ինչ Ժողովուրդ ջան, իրականում կան բաներ, որ իսկապես չի կարելի դրանց մասին խոսել, բայց երբ որ օրինակ հատկապես ես ինչ-որ մի բան եմ հարցնում, այսպես խոժոռ եմ նայմայից, Քեզ ասած աշխարհը։ Չագերտավոր մենք բաց բերանենք, հա, ամիջապես, մեզ նախ տասել ենք։ այո, ամիջապես տեղեկացնում եմ, որովհետև գիտեք ախր այնց բաները դու չես կարողանում դա պահես քո մեջ։ Գիտես ինչքան տարի։ Բոլորն են սպասում դրան։ Լավ Ինչ գործ ասեմ, այո, անցնենք առաջ։ ասենք հարցերի հարցից, որ մինչ օրս, որի շուրջ բանավիճում են բոլոր գիտնականները, բնագիտության հատկապես ոլորտի, քիմիկները, ֆիզիկները, աստղագետները, աստղաֆիզիկոսները, փիլիսոփաները, որն է առաջնային նյութը թե էներգիան։ Այո, էներգիան, բայց շատերն են կարծում, որ էներգիան, բայց հիմնավորումները ինչի վրա որ հղում են կատարում, ոչ ոք չգիտի, ոչ։ Դե հիմա էլի, ես եմ պահն նայեկել, որ որոշել ենք, որ չպիտի այդ մասին խոսվի, ինչ ես ասում։ Ներողություն, այդ մասին պետք է խոսվի։ Այդ մասին պիտի խոսվի։ Բարձան, իջև հիմա ամեն ինչ ասել ես, մի լասել է։ Չփոխվես կոկյանքում։ Մենք ընդամենը խոսենք Այս մեկն էլ ասել է։ Լավ, ոչ մի մնացած։ լավ, մարդու չենք ասած։ Դե, ես չեմ ասում, մի դարձում։ Քանի որ մենք գտնում ենք այն կետում, որտեղ անմիջական կապ արարչի հետ, փաստորեն բոլոր սրբավայրերի մեջ միայն պարզապես, քանի որ շուտով եթերից այդ մասին մանրամասը կխոսենք, կներկայացնենք, ուղղակի քանի որ պիտի խոսենք էներգիաների մասին, արարիչը ինքը ինքնարարվել է էներգիաների հիման վրա, ոչ մի մանրամասն դեռ չեմ ասում։ Եվ պատկերացրեք, մինչև նյութի արարումը 1 միլիարդ տարի տևել է նրա ինքնարարումը։ Գրքում տեղ գտած մեր թվերը, որ այն գլխից էլ մեզ խիստ կասկածելի են թվել, բայց ասել են սենց, դիցերը ինչ ասել են, մենք գրել ենք։ Պարզապես այդ ինֆորմացիան մինչև Սուրբ Սրբոց Սրբերից արարչի կողմից թույլ չտրվի, անմիջապես իր կողմից չասվի, ոչ ոք իրավունք չունի դա փոխանցելու մեզ, ոչ թե իրանք չգիտեն, դա նրա միտումնավոր խաբել են, որոշում ուղղակի արգելված է եղել դա ասել, եւ չէ, միջավ արարիչը ասնեն է ձեր խելքի բանը չի, Ձեր խելքի բանը չես Իսկ մի բան հարցնեմ, էլի միջև արարչի արարումը մարդկության գոյություն կամ ինչ-որ Եթե նյութ ընդհանրապես գոյություն չի ունեցել, նյութը ընդհանրապես արարչի արարածն է։ Իր ստեղծածն է նյութը։ Էներգիաներից ինքն է գոյացել, ինքնարարումը համարյա 1 միլիարդ տարի տևել է, հետո սկսել է նյութի արարումը։ Եվ մինչև հիմա տիեզերքում կան չբացահայտված էներգիաներ։ Էս էլ ասենք ու գնանք բացահայտվածների հետևից, ինչը որ գիտենք արդեն այդ մասին ենք խոսում։ Հա, թե ինչը որ կա, այդ էլ է շատ հետաքրքիր։ Դե ամեն ինչ դրա շուրջ է պատտվում։ Մեր ամբողջ կյանքը այս էներգիաների շուրջ է պատտվում, ժողովուրդ ջան, առանց սրա ոչինչ հնարավոր չի։ Մեր բոլոր կապերը, փոխազդեցությունները, մեր բոլոր շփումները, զարգացումները, հոգու հետ կապը, բոլորը էներգետիկ
փոխանակումներ են, էլի, այսպես ասած։ Եվ այն, որ մենք ասում ենք Արարիչը իր արարածների անուններով սահմանել է էներգիաներ, նրանց անուններով կոչվում են, Արարիչը ինքը չի արարել այդ էներգիաները, այդ էներգիաները չի արարում Արարիչը, նա վերցնում է տիեզերքից և կիրառում է իր արարչագործության մեջ, ինչով, ինչու է օժտել, մի չնչին բան ենք բացահայտել, բայց էդ էլ է մի աշխարհ,